Ներքին նախարար, շնորհակալություն զեկույցի համար, օրեր առաջ գործընկերներիս հետ կուսակցական այցի շրջանակներում Գեղարքունիքի մարզում էինք, Սևան քաղաքի հիմնական դպրոցներից մեկում համար 4 հիմնական դպրոցում էինք եւ այո, այստեղ ներկա են աշակերտները ուսուցչական համայնքի ներկայացուցիչների հետ կարծում եմ ամենապատեհ պահն է այս հարցը հնչեցնել, ընդ որում որ խոստացել էի հարցոպատասխանի ընթացքում պիտի հնչեցնեի հարցը, տեղում գործընկերներից հետ իհարկե մեր աչքերով, ոչ մասնագիտական աչքերով գնահատել ենք կարիքները, գույքագրել ենք բոլոր խնդիրները, պիտի ասեմ, որ իսկապես խնդիրը ուներ հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր, մասնավորապես կոյուղու հետ կապված, կոմունիկացիոն մի շարք խնդիրներ, ջեռուցման համակարգի հետ կապված, 70-ականներից այս կողմ ոչ մի մասնագիտական ձեռք չի կպել, այսպես ասած, դպրոցին եւ վստահաբար տրամաբանական հարցը հետեւյալն է եղել, արդյոք ներառված է մեր 300 դպրոցների ցանկում, թե ոչ, եթե ներառված չէ, ապա երբ կարելի է նախատեսել եւ սպասել այս process-ին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Ազարյան, քանի որ նաև դպրոցի ներկայացուցիչներն են այստեղ, փորձեմ շատ ավելի կոնկրետ պատասխանել, ցավոք մեր դպրոցական շենքերի վիճակն այնպիսին է, որ ձեր նկարագրած իրավիճակը բացառություն չի։ Մենք հիմա խոսում ենք 300 դպրոցների ծրագրի մասին, բայց ըստ էության մեր գնահատականները ցույց են տալիս, որ բացի այս ծրագրից մենք եւս շուրջ 700-ից 800 տեղերում ունենք նմանատիպ աշխատանքների կարիք։ Այսինքն իրականում դպրոցական համակարգը բավականին մաշված է եւ անհրաժեշտություն կա ամբողջությամբ վերափոխել։ Ու նաեւ իմ բերած թվերը, որ այս պահին 340 հաստատություններում ընթացքի մեջ են աշխատանքները եւ դրանցից շուրջ 200-ը նոր շենքեր են, ցույց է տալիս, որ իրականում շենքերի մեծ մասի դեպքում մենք նույնիսկ չենք կարողանում եղած շենքի հիման վրա բարելավում անել եւ խելամիտ լուծումները լինում են նոր շենքերի կառուցման աշխատանքները։ Սևանի թիվ 4 դպրոցի հերթը անպայման կգա, մենք գույքագրել ենք դպրոցական շենքերի իրավիճակը եւ ունենք 2 ճանապարհ առաջ շարժվելու, ջեռուցման, կոյուղու հետ կապված հարցերը, որոնք ավելի հրատապ են, մենք ունենք առանձին խողովակ, որով այդ հարցերը լուծվում են, դա այսպես կոչված արագ արձագանքման ֆոնդն է, որի շրջանակներում կարող ենք հրատապ կարիք ունեցող հարցերին ավելի արագ արձագանք տալ, հենց այս տարի ամառային արձակուրդների ժամանակը պետք չի կորցնել, պիտի դպրոցը արդեն իսկ դիմի ջեռուցման հետ կապված խնդիրները ներկայացնելով, որպեսզի մենք կարողանանք համապատասխան հատկացումն անել եւ մինչեւ ջեռուցման սեզոնը այդ աշխատանքները առնվազն իրականացնել, իսկ ավելի մեծածավալ աշխատանքները արդեն պլանավորված է 300 դպրոցների ավարտից հետո հաջորդ փուլը ծրագրի, որի շրջանակներում վստահ եմ, որ Սևանի թիվ 4 դպրոցն էլ կունենային միջավայրը, ինչպիսին ունեն այս պահին մեր նորակառույց դպրոցները, եւ հույս ունեմ, որ լաբորատորիաներն էլ, եթե դեռ չեն ստացել, ապա առաջիկայում կստանան եւ լավ կօգտագործեն։ Շնորհակալություն։ Ծափարություններ։ Մենք ենք ձեզ ծափարում։